ընկերներ, ձեզ հետ նորից ես եմ, Նատալի Հովհաննիսյանը, այսօր կկարդամ անհայտ հեղինակի աղբյուրը բազմվածքը։ Մի աղջիկ կար, աղջիկը շատ խնքուշ ու բարի էր, ամեն առավոտ նա գնում էր գյուղի ծայրը, աղբյուրի ջուր բերելու, աղբյուրը շատ զուլար էր ու պարզ, և նրա ջուրը քաղցր էր, ինչպես մեղրը։ Մի օր աղջիկը նկատեց, որ աղբյուրի շուրջը ծաղիկներ չկան և տեղը մերկ ու տխուր է։ Աղջիկն ասաց. «Ախ, ինչ տխուր է մեր աղբյուրի շուրջը, ոչ մի ծաղիկ չկա, ոչ մի կանաչ տերև, ինչպես ուրախացնեմ աղբյուրին»։ Մի օր նա իր հետ բերեց ծաղկի սերմեր և դրանք ցանեց աղբյուրի շուրջը։ Ամեն անգամ, երբ գալիս էր ջուրը տանելու, նա նաև մի քիչ ջուր էր լցնում այդ սերմերի վրա։ Մի քանի օր անց աղբյուրի շուրջը սկսեցին կանաչել նուրբ ցողուններ, իսկ շուտով բացվեցին բազմերանգ ծաղիկներ։ Աղբյուրն ուրախացավ, նրա ջուրն ավելի զով ու քաղցր դարձավ և թվում էր, թե աղբյուրը նույնպես ժպտում էր։ Թռչունները սկսեցին գալ այնտեղ, երգելու և զովանալու։ Այդ օրվանից աղջիկն ամեն անգամ ջուր բերելիս զգում էր, որ աղբյուրը շնորհակալություն է հայտնում իրեն։ Հեքիաթի իմաստը այն է, որ բարի սիրտը և հոգատարությունը գեղեցկություն և ուրախություն են բերում աշխարհին։ Ուրեմն եկենք լինենք բարի և հոգատար։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։